Խնդիրը սառեցվել է, լոկալացվել է, մի քանի տասնյակ մարդկանց համար է միայն գործել։ Մենակ ամեն ինչում փող պատկերացնելով հարցը չի լուծվում։ 2024 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր Հայաստան է վերադարձել 27 տարին լրացած և բանակից խուսափած մոտ 60 քաղաքացի։ Այդպիսով նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից։ Նրանցից 51-ն արդեն վճարել է 15 միլիոն դրամ, վերադարձել ու չի ծառայել։ Բազմաթիվ նման նամակներ եմ ստացել այս մեկ տարվա ընթացքում, նույն Ռուսաստանից։ Մարդիկ են գրում են, ասում են Երևանում բոլորի տպավորությունը, որ մենք միլիոնատեր ենք, չէ, չարքաշ աշխատող մարդիկ ենք։ Թող շեմը շատ ավելի սահմանափակ լիներ, ավելի ներքև լիներ, որ հնարավորություն ունենենք այս խնդիրը կարգավորել։ Հայաստան գալու ու ավելի քիչ ծառայելու համար եւս 4 տարբերակ կա, համեմատաբար քիչ վճարի դիմաց։ Եվս մի կետ ենք ունեցել, որ քաղաքացիները կարողացել են վճարել 8 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ 12 քաղաքացի է օգտվել այս կետից, ընդհանուր առմամբ մոտ 100 միլիոն դրամ է հավաքվել։ Մեկ քաղաքացի վճարել է 2.5 միլիոն դրամ եւ ծառայել է 1 տարի ժամկետով։ Այս ընթացքում մեկ քաղաքացի է վերադարձել հայրենիք ու 2 տարի ծառայել։ Այդպիսով նա խուսափել է քրեական պատասխանատվությունից։ Եթե այս օրենքը չլիներ, նա մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ծառայել եւ պետք է մենակ դատապարտվել 3-ից 5 տարվա ազատազրկման, ինչը մեր պետության շահերից չի բխում, այսինքն մենք այդ քաղաքացու տանելու էինք, կալանավորելու էինք ու 5 տարի իր վրա գումար էինք ծախսելու, նաեւ իր կյանքն էր խեղդվելու եւ իր ընտանիքի։ Օրենքի ընդունման ժամանակ վստահ էին, որ փոփոխությունից հետո մեծ թվով քաղաքացիներ կգան Հայաստան։ Նախագծի հեղինակը դժգոհ չէ արդյունքից։ Հայկ Սարգսյանի ասելով շատերը մինչև այդ համաներումից են օգտվել։ Այդ պատճառով էլ վերադարձողների թիվը մի քանի տասնյակ է։ Բացի այդ էլ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու հարցում դժվարություններ են եղել։ Ամեն զորակոչին կամ 1-2 հոգի լիներ, որ ինքնակամ չհայտնաբերվածներ, որ գալիս էին ծառայության, մնացածը չէին ներկայանում ու ոչ էլ դատապարտվում են ազատազրկման, այսինքն տարիունենք 0 քաղաքացիա դատապարտվել խուսափելու համար։ Բազմաթիվ նամակներ են ստացվում տարբեր երկրներում ապրող ընտանիքներից, որոնք ցանկանում են իմանալ, թե ինչ լուծումներ է առաջարկում պետությունը այն քաղաքացիների համար, որոնց 27 տարին լրացել է օրենքի ընդունումից հետո։ Գնում ենք համալիր լուծման ճանապարհով եւ այժմ վարչապետի հանձնարարականով ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը այս եւ մի քանի այլ հարցեր է քննարկում, առաջիկայում ընդհանրական լուծման գալու դեպքում մենք դրա մասին կհրապարակենք։ Պաշտպանության նախարարությունը ի սկզբանե դեմ է եղել, որ օրենքը տարածվի 27 տարեկանից ցածր անձանց վրա, քանի որ այն կարող է վատ նախադեպ դառնալ, երբ 18 տարեկանները երկրից հեռանում են, 9 տարի բնակվում են արտասահմանում, հետո էլ գումար վճարում ու վերադառնում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։